Դեռ փոքր շանս մնացել է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հոկտեմբերյան պարտություններից հետո կարողանա մասնակցել աշխարհի 2026-ի առաջնությանը։ Հունգարիային տնային խաղում հաղթելը կարող է թունելում լույս վառել։ Մեր ընտրանին 3 միավորով խմբի վերջին տեղում է։ Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ քիչ, բայց քանի որ ունենք, պետք է պայքարենք։ Մեկ ամիս առաջ Բուդապեշտում հունգարացիներին 2-0 հաշվով զիջելը դեռ չի նշանակում, որ տանը հաջողությունը մեր տղաների կողմը չի լինելու, ասում է մարզական մեկնաբան Արման Աբելյանը։ Նա հիշեցնում է, որ մեր ընտրանին իռլանդացիների դեմ փայլուն խաղ ցույց տվեց, հաղթեց այն դեպքում, երբ Պորտուգալիային խոշոր հաշվով մի քանի օր առաջ պարտվել էր։ Հիշում ենք այստեղ Իռլանդիայի դեմ հավաքականը ինչ լավ տեսք ուներ, Պորտուգալիային խոշոր հաշվով պարտվելուց մի քանի օր անց։ Հունգարիան ծանր մրցակից է, բայց իրենք էլ որոշակի խնդիրներ ունեն ու դրանցից կարելի է օգտվել։ Չնայած F խմբում մեր թիմի անհաջողություններին, Աբելյանը կարծում է, որ նվազագույն պրոբլեմներ լուծվել են մեր հավաքականում Մելիքյանի գալով։ Կան դրական տեղաշարժեր, եթե համեմատում ենք ինչ հավաքական գլխավորեց Մելիքյանը, ինչպիսի խնդիրներով, ինչպիսի հաշիվներով պարտված հավաքական, եւ այս երկու խաղերն էլ լավ հնարավորություն են նրանց համար, ովքեր մինչև այս քիչ են խաղացել։ Հունգարացիների դեմ վաղվա խաղին Մելիքյանը մեկնարկային կազմում դուրս է բերելու հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Ազգային ընտրանիում խաղային փորձի պակաս ունեցողների համար F խմբի երկրորդ հորիզոնականում գտնվող Հունգարիան լավ փորձություն կլինի։ Չեմ հիշում երբ է նման բան եղել մեր հավաքականի կազմում, բայց տեղացի ֆուտբոլիստները ավելի շատ են լինելու դաշտում, քան մեր դրսի տղաները։ Վաղվա տնային խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ փորձությունը դրսում է։ Պորտուգալիայի դեմ պատասխան հանդիպումը նոյեմբերի 16-ին է։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։